Այսքան ում համար մեզ մի բան է պետք։ Այս Ադրբեջանին որ պասպորտ են նվիրատվում։ Այս ժողովուրդն փախնում է։ Դրա մասին չեն մտածում։ Նարկոտիկը ծախում են, երկրորդ օրը ազատում են։ Դրա մասին այս խեղ ժողովուրդը չեն մտածում։ Այս մեր երեխեքին վաղ ծրագրերի մասին լսել ես։ Հենց հիմնական նարկոտիկի համար։ Մանուշիմ հարազատնա։ Այո, որ նարկոտիկի համար դա իրոք չարիք է։ Այսօր ծնողներ երեխան գնում է սովորելու, վախում է, մտահոգ է։ Երիտասարդների մոտ կարող է մեկ անգամ փորձի, արդեն սովորիմ, դա բոլորս իրար հետ պետք է պայքարենք։ Եվ ծնողը, եւ ուսուցիչը, եւ պետությունը, եւ մենք։ Դա մենք պետք է ունենանք առողջ սերունդ։ Բոլորը գիտեմ, բոլորը տեղյակ եմ, այսօր ոնց ասեմ, շատ չեմ ուզում։ Ծրագրի մեջ այդ ամեն ինչը ներառված է։ Չասիպները միամիտ հարուստացած, դրանցից վտանգավոր չկա, ցավը տանում։ Ես բոլորը գիտեմ, ես նորից եմ ասում։ Տեսած մարդը, ունևոր մարդը։ Շատ եմ օգնի ժողովուրդ։ Ես դրա համար ձեզ ասում եմ, տվեք, պահանջեք, օր-օրի փոփոխություններ կզգաք, շարժնել, արդյունքնել։ Ասեցի հիմնական խնդիրները։ Առողջ Ասել եմ Ժորժ ջան, առաջինը հիմնական վարկերը պետք է լուծի, որ մարդիկ այդ ճայճից դուրս գան։ Առողջապահություն ուսումը պետք է անվճար լինի։ Տուժ դուգանքները պետք է միանգամից վերացնեն ինչ եղել է, որտեվ սառացնելով, ավելացնելով դա մարդկանց վրա ավելի ծանրություն է եւ հիմնականում ճայճից չեն կարողանում դուրս գան։ Դրա համար անտրամադիր են, հիասթափված են։ Եվ համաներում պետք է լինի ամբողջ մեր Հայաստանով մեկ, որ մարդիկ այսօր 10 տարի, բոլորը չգիտեմ ինչի համար, էլ տնային կալանք, տեղ չկա դատա 10 տարի, մի հատ ժողովրդին հնարավորություն ենք տալի, թող դա մեր ազգային վերածնունդից առաջի քայլն է լինելու, որ մարդիկ ինչ որ բաց թողում այլ սխալում է, մարդուն հնարավորություն տաս, որ մարդը կարողանա գնա իր տուն, իր գործով, իր ամեն ինչով զբաղվելու համար։ Ինչ ասել եմ խոսքեր ընտերեմ, եթե այսքան զբաղվալով, ասելով մի հատ չեղե բան ասեմ չանեմ, իմացեք, որ 100% դա կատարվել է։ Այսօր զբաղված ինչ-որ ստորակետ կրտնեն, տարաս մարդը խոսում արագ-արագ կարող է մի բառը կիսատ արտահայտում։ Այ եղբայր ջան, թող ինձ ծրագրից հարցնեն, առաջարկից հարցնեն, ասում են պետք է Հարգանքներս շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Մենք բանակի վետերան եմ էլի ախպեր։ Ոնց հավատան։ Դա վերնես պարոն Ծառուկյան, համար 7։